Վերջին փորձություններով լի տարիների ընթացքում սկսված 2018 թվականից բացահայտեցին մեր հայ իրականության մեջ 3 տարբեր կարգավիճակի կարելի ասել կատեգորիայի մարդկանց, որոնք են դրանք։ Առաջին խմբին են պատկանում այն մարդիկ, այն գիտակից զանգվածը, որոնք ի սկզբանե զգացել, հասկացել, գիտակցել էին, թե փսլնքոտ փնթի կերպարով, մտավոր հետամնացի միմիկաներով, դիմագծերով, ոմն մեկը ինչ էր բերելու մեր երկրի գլխին։ Ասում էին, ներկայացում էին, կանխազգում էին, հետագա տարիներին ինչ կարող է սպասվել մեր երկրին։ Մեծամասնությունը ցնդության մեջ էր, ոչինչ չէին ուզում լսել, չէին հասկանում եւ չէին հավատում։ Եվ կրկին այդ առաջի խմբին պատկանող մարդիկ, մեր հայրենակիցները, մի փոքր քանակը էլ ավելի շատ ավելացած, գիտակցում են, պայքարում են, ասում են իրենց խոսքը քայլ են կատարում, թեկուզ արդեն շատ ուշացված, բայց այս ամենի այս բխտության դեմը մի կերպ առնելով եւ պայքարելով։ Ստացվում է այնպես, կարծես թե առաջի խմբի մեր հայրենակիցները պայքարում են երկրորդ եւ երրորդ խմբի համար նույնպես, որոնք բացարձակապես անտարբեր են։ Որն է երկրորդ խումբը։ Երկրորդ խումբը իմ բացահայտմամբ ամենավտանգավորն է, ինչու բացատրեմ։ Երկրորդ խմբին պատկանող մեր հայրենակիցները, նրանք այն են, ովքեր բացառապես անտարբեր են, թեկուզ գիտակցելով, հասկանալով ինչ է կատարվում, մասնակցել են 2018 թվականի այդ խայտարակ դժոխային սատանեական միջոցառմանը, ինչը որ բերեցին մեր երկրի գլխին։ Գիտակցել են, իրենց մեղքը վերցնում են, մի կողմ են կանգնել, հասկացել են, բայց լուռ են։ Այսինքն այդ երկրորդ խումբը վտանգավոր է այնքանով, որ գտնվում է պասիվ, ամենավտանգավոր եւ ամենակործանիչ անդոր վիճակում, չի խառնվում ոչինչի։ Մտածելով իմ գործը չէ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, կամ այսպես սպասենք, տեսնենք ինչ է լինելու։ Մի բան կլինի, էլի, ոչ այս կողմ, ոչ այն կողմ։ Եվ որոնց ամենաշատը պատկանում են, կարելի է ասել, ճանապարհի կեսից ուշքի եկած, հասկացած, գիտակցած անձիկ։ Այո, ամենավտանգավորն են անտարբեր, ոչինչ չանող, ոչինչին չխառնվող երկրորդ խմբի մեր հայրենակիցները, ահա որ վտանգավոր են։ Իսկ վերջին երրորդ խումբը ես աստիճանաբար սկսել եմ չջղայնանալ, արդեն ծիծաղել, իհարկե ցավով, եւ ամենայն դրջությամբ, իրականությամբ շեշտում եմ, ես խղճում եմ իրենց։ Ինչի համար եւ ովքեր են երրորդ խումբը, դե իհարկե, ընդհանրապես ոչ մի զգայարան, զգացողական աշխարհ չունեցող մարդիկ են, կամքից թույլ, հոգուց թույլ եւ ինտելեկտից թույլ, ամրագետ եւ տգետ մի զանգված։ Իսկ իրականում միայն այդ զանգվածում գտնվող մարդիկ են, հայրենակիցներն են մեր, կարողանում են շատ արագ անցնել աղանդի։ Այո, ուսումնասիրեք կտեսնեք։ Աղանդներում կամ որոշ կասկածելի հավատքի խմբերում կուտակվում, հավաքվում են միայն կամքից, հոգուց, ինտելեկտից թույլ մարդկանց։ Նրանք թույլ են, նրանք չեն գիտակցում, իրենց կարելի է շատ արագ հաշել, ներգրավել, առաջացնել գիտակցության մթագնում, որտեղ անգամ ինքնական կարող են գնալ ինքնաոչնչացման։ Ովքեր են դրանք, ներկայիս ժեխի, ժեխապետի աջակիցները։ Գիտեք իրենք ինչպես են մտածում։ Այս պահին, այս րոպեին, այս ժամին, ինչ սնվեցի, ինչ աշխատանք ստացա, ինչ պաշտոն, ինչ տարա, ինչ վերցրեցի կյանքից։ Իրենց հետաքրքիր չէ, նրանք աղանդ են, աղանդավոր են։ Սա կոչվում է աղանդավորական խումբ։ Բացարձակ չկա գիտակցական աշխարհ։ Հետագայի համար, հետոյի համար, իրեն ժառանգների համար այս պահին կամ կլինեմ, հետո իրենց հետարքից չի, իրենցից հետո ապրող երիտասարդները, մնացած սերունդները կամ ընդհանրապես Հայաստանը, հայությունը, հայ աշխարհը, մեր երկիրը ինչ կլինի, բայց ամենակարևորը պետք է պաշտպանեն իրենց կուռքին, եթե անգամ իրենց աչքի առաջ հենց իրենց կուռքն էլ գլխատի իրենց երեխաներին։ Իսկ իրականում, այո, այդպես կա, ունենք այդ տարբերակները եւ այստեղ գալիս է իմ գլխավոր ասելիքը։ Ինչպես Աստվածաշնչի գրքում գրված է, ասված է, չէ, կգա ժամանակ, ծնողը կուրանա որդուն զավակներին, զավակը երեխան կուրանա ծնողներին։ Եվ ինչ ունենք, այո, պատերազմի դաշտում կոտորված, այրված, մորթված, կյանքը հայրենիքի համար զոհած զինվորի հայրը, ծնողը, կարող է իր զինվորին, իր բարին կոտորողի կողմնակիցը դառնալ, համուն պաշտոն ունենալու, փառք ունենալու, աթոռին նստելու, հենց իր բարին կոտորողի կողքը։ Օրինակը ունենք, շատ լավ հասկացաք, նույնի հակառակը։ Մի ծնող, որ իր կյանքն է տվել, զոհել է, պատերազմ է մղել Թուրքի դեմ, ետ բերել մեր հողերը, պայքար տարել, հայրենիքի պատիվը բարձր պահել, այսօր իր երեխան ուրանում է իր ծնողի կատարած զոհողությունները ու ընդհանրապես կյանքը, գոյությունը, թե ինչի համար է զոհվել այդ ծնողը։
համուն պաշտոնի, ուրանալով իր ծնողի սրբությունը, գերեզմանը, մահը, կյանքի կորուստը եւ իր ծնողի կողմից հաղթանակած, մեր հայրենիքը ետ բերած ծնողին, որը ուրանալ համուն պաշտոն ունենալու, պաշտոնի նստելու համար, կանգնելով այն մարդու կողքը, ով իր ծնողի թափած արյունը պղծեց, առանց ետ նայելու եւ մեկ քայլ մտածելու։ Այսպես է ստացվել, ունենք այն, ինչ ունենք։ Զոհված զինվորի ծնողը համուն պաշտոնի ուրանում է իր որդուն, զոհված ծնողի, կամավորի, զինվորի, բալեն, որդին, եթե կան իմ խոսքերում որևէ անճշտություն, սխալ, ոչ ճիշտ խոսք, ասեք, արդյոք այդպես չէ, դուք կգնայիք այդպիսի քայլին, կանեիք դա, երիտասարդ զավակ, զինվոր, եթե դու ունենայիր նման հայր, ապա սիրելի ծնող, սիրելի հայր, կպատասխանեք, կցանկանայիք ունենալ նման զավակ, որը ուրանար ձեր գերեզմանը։ Դե ինչ սիրելի իմ հայ ժողովուրդ, սիրելի էջմիածնեցիներ, վեր ուտեք եւ հաշվի նստեք, իրական տրամաբանեք ձեր խղճի ձեր հոգու հետ եւ շարժվեք միայն ձեր խղճով։ Աստված առաջ, ամենը ունի պատասխան։